Երեք ուրեմն մի տեսանյութ էի նայում եւ մի այսպիսի քարոզչական նյութ են պատրաստել։ Տեսանյութը հետեւյալի մասին է, պարոն նախագահ, որ ընդդիմադիրները, այդ թվում դուք պարոն նախագահ, կաշառել են ռուսներին, որ մեր գյուղացիների մթերքը թույլ չտան մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Պատկերացնում եք։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ում եք հիմարի տեղ դրել։ Դուք իսկապես կարծում եք, որ մեր ժողովուրդը այդքան նայվ է, որ այդ ապուշություններին հավատա։ Լավ, պատկերացնենք իրավիճակ, որ ընդդիմադիրները կաշառել են Ռուսաստանին, որ մեր գյուղացու բերքը մնա չանա Հայաստանում ու ինչ-որ տրամադրություններ այսպես գեներացվեն հակաիշխանական։ Բա որ ընդդիմություն այդքան բան է կարում անել։ Բա դուք մեխի գլուխ եք։ Եթե ընդդիմությունը կարողանում է այդքան բան անի, բա դուք ով եք։ Դուք ով եք առհասարակ։ Իշխանություն եք, թե իշխանություն չեք։ Կամ այն օրը հայտարարում ասում է, ես ԵԱՏՄ-ում եղանակ ստեղծող երկրի ղեկավար եմ, լուրջ։ Այդ ինչ եղանակ է ստեղծել։ Այնց եղանակ է ստեղծել, որ այսօր Մեյմանդարի շուկայում հայտնի ֆուրերը կանգնած մարդիկ ջրի գնով իրենց մթերքը իրացնում են, որովհետև Հայաստանից թույլ չեն տվել, որ մեքենաները գնան, որովհետև ասել են այնտեղից հետ են ուղարկելու։ Բա այդ ինչ եղանակ է ստեղծել։ Դու միակ եղանակը, որ կարող է ստեղծել, այդ կարկուտն ու հեղեղն է, աշխարհաքաղաքական կարկուտը ու հեղեղը, որը թափվում է հետո հայ ժողովրդի գլխին, քեզ բան չի լինում դրանից։